Եվ այսպես մեր խմորը պատրաստ է։ Հիմա տեսեք ինչ սիրուն խմոր ենք ստացել։ Խմորը դուրս ենք բերում ամանից։ Գնդի ձև ենք տալիս։ Ու գրտնակում ենք։ Շատ բարակ չենք բացում, որտեղ շատ հաստ։ Ու կավորակցին գրին մեկ շատ բացում հասությունը։ Ահա, բացեցինք։ Խմորի վրա կսում ենք հալած կարակ։ Ամբողջովին ծածկում ենք կարակով։ Վերջ, հիմա անցնում ենք միջուկի։ Միջուկի համար վերցնում ենք 3 ճաշի գծակ շաքարավազ, մեկից 1.5 ճաշի գծալ, անունը մոռացա, դարչին, աղացած դարչին։ Եթե դարչինը շատ եք սիրում, կարակ ավելանեք, եթե չէ, մի քիչ արեք։ Այսպես խառնում ենք։ Ու շաղ ենք տալիս մեր այսպես հավաչարաչափ շաղ ենք տալիս խմորին։ Այս կոմատը ավելի լավ կլինի, ավելի լավ կխորացենք։ Այսպես արուտանենք և մեր խմորը հետ ենք բերում։ Կտրատում ենք թելի օգնությամբ։ Մեր նախընտրած չափով կարող եք նաև շատ սուր դանակով կտրատել։ Տեղափոխում ենք տապակի մեջ։ Տապակի մեջ շարելուց հետո մոտավորապես 30-ից 40 րոպե թողնելու ենք, որպեսզի մեր խմորը նորից հանգստանա։ Դե ինչ կհանդիպենք թխվելուց հետո։ Հիմա անցնենք գլազուրի։ Շաքարի փոշին, հալած կարակը և կաթնաշոռային պանիրը խառնում ենք իրար, ձեռքով, մեզ հարիչ պետք չի, ձեռքով խառնում ենք, ստանում ենք թույլ զանգված։ Եվ տաք վիճակում, ջեռոցից դուրս բերելուց անմիջապես հետո, քսում ենք մեր սինաբոնների երեսին։ Ահա մեր անչափ համեղ յուրահատուկ սինաբոնները պատրաստ է։ Պատրաստեք ինքներդ և վայելեք։
Շատ համով ա, ինչ ասեմ, բարի ախորժակ։